Ողջույն սիրելի հետևորդներ, սա 3 խնձոր հաղորդաշարն է, այս ընթացքում երևի արդեն հասցրել եք մեզ կարոտել, մենք էլ մեր կարոտը առնում ենք ձեր ջերմ մեկնաբանությունների միջոցով, այդ բանին sense ոնց որ մի հատ գրկախառնություն է տեղի ունենում, գիտեմ արդեն աշխատանքից եկել եք, կարող եք մի հատ լավ սուրճ պատրաստել, հարմար դիրքավորվել ձեր սիրելի բազմոցներին եւ միասին վայելենք եւ սուրճը եւ լավ ժամանակ կանցկացնենք, սուրճն էլ եկավ ճիշտ ժամանակին, մերսի։ Իդեպ դուք էլ ձեր սուրճը դրեք արդեն վրեն ու կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, չմոռանալով այն զանգակ-մանգակները տակը կսխվեք անպայման։ Համել ասեմ, կարող եք նաև բաժանորդագրվել մեր Patreon-ին եւ ձեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել մեր հետագա հաղորդումների նկարանման համար։ Իսկ Patreon-ի QR կոդը տեղադրված է ներքևում, կարող եք հեռախոս ուղղակի պահում եք վրան, մնացած ամեն ինչ ինքստինքյան լինում է, դժվար բան չկա դեռ։ Հետո Patreon-ում նյութեր կան, որոնք տեղ չեն գտել YouTube-յան էջում, օրինակ խոհանոցում հաղորդաշարից բազմաթիվ նյութեր ունենք, որը տեղադրել ենք մենակ Patreon-ի էջում։ Չէ, դե դա մենք այտենց կռիսություն չենք անում, էլի։ Չնայած կռիսություն ենք անում, բա ինչ ենք անում։ Կռիսություն չի, ուղղակի մենք կուզենք որ այդ Patreon-ում ֆան խումբ ունենանք, կան բան։ Ես բան չասեցի։ Իմիջայլոց ձեր նվիրատվությունը կարող եք անել նաև donation alerts կայքի միջոցով, որի հղումը տեղադրված է այս վիդեոյի տակ։ Փողերն եմ հավաքում, ինչ եք ուզում։ Այդ բառը դու կրնաս մենակցես, դորմարը դու կհավաքես։ Ես ու քեզ չկրնացանք։ Սիրելի հետևորդներ, նախորդ հաղորդումների տակ դուք գրել եք, թե որ հեքիաթները կուզեիք, որ մենք ձեր համար ընթերցենք, եւ դրանցից մեկը Ձախորդ Փանոսն էր։ Այսօր մենք ձեր համար կարդալու ենք Ձախորդ Փանոսը, առաջարկում ենք միասին կարդանք, վերլուծենք այս հանճարեղ հեքիաթը։ Հաղորդման գործընկեր For You AM։ Հաղորդման գործընկեր Sarli Soap ընկերություն։ Հաղորդման գործընկեր Ակամե Սուշի։ Ով պիտի կարդա այս անգամ հեքիաթը։ Արի դու կարդա։ Այս անգամ Գյուլնաստատին դու ես, էլի։ Լավ, համաձայն եմ։ Իսկ Ձախորդ Փանոսը ում կսազե այդ կերպարը։ Ես դες չեմ նայում, բայց այդ ձեր հայացքների մեծ ալիքը տենց զգում եմ, էլի, այդ ալիքի թաթալոշը։ Լավ, եմ որ դու լինեիր, ասենք ում կտայր ես դերը։ Ինձ էլու։ Վերջացա։ Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է, ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Հաստորեն թե կյանքում, թե հեքիաթներում հարևանները նույնն են, էլի։ Անուն կպցնող են։ Էդի գլխից էլ տենց է եղել, էլի։ Բայց տղերք, ասում եմ մեր հարևանները ինչքան կարևոր դեր են, չէ՞, մեր կյանքում խաղում։ Քեւ առանց հարևան ինչ եղքի եղնի, ախր առանց հարևանի կարծիք ինչ եղքի եղնի։ Ասիկ թվա որ անուն կպցնելու գյուտը հենց հարևաններից է սկսվել։ Ու քանի որ մենք հայերս աշխարհի ամենահին ազգն ենք, այդտեղից հետևություն որ ամենահին հարևանը եղել է հենց հայ, ըստ այդմ էլ ամենահին անուն կպցնողը եղել է առաջի հայ հարևանը։ Բայց այսօր օրինակ թավամասեր կան, որ հարևանները կոնկրետ մրցում են իրար հետ։ Բա ո՞նց։ Հանկարծ ու Աստված շանի մեկը լավ ավտո առնի, դե մի հարևանը պետք է ավելի լավ առնի։ Կամ խոսքի գնաց միտեղ հանգստանալու, սրանք պետք է ավելի լավ տեղ գնան հանգստանալ։ Հա ինչի մասն է խոսքը։ Հա ու այդ հարևանները եթե նկատել եք որպես կանոն իրար հետ շատ մոդիկ են։ Ասենք իրար տեսնելուց միշտ ջանով ճիգյարով են բարև է, իրար տուն էր դու գալ է եղե, բայց հանկարծ մեկն ու մեկը փորձը իր երեխու համար մի հատ ճոխ հարսնիկ են, եւ վсё է մեկը կորած է։ Ինքը պետք է ավելի ճոխ հարսնիկ են, կապ չունի, իր երեխան կարող է այդ բան 10 տարեկան էլ չկա, մեկը պետք է են։ Հա դե մարդ պետք է չթողի էլի այդքան որ հարևանը մտնի իր կյանք։ Դու եմիջան մտնինքը ճանդամը մտնի, բայց փոփոխություններ չեն։ Հիմա համար ամենահետաքրքիրը է որ իր տանդեմը հարևանը մետլախ է խփում։ Այն հենց իր դռան դեմը, սենց կես քառակուսի մետլախ է խփում։ Այն դեմի հարևանը իր դռան դեմը, այդ կես քառակուսին ավելի լավ մետլախ է խփում։ Բայց այն հարևանի խփածից պետք է մեկ չին բարձր է։ Որպես εμյուս հարևանը ասնի տարակի, էլի, որ ասենք ասնի ոտը քեպը դանգնի մեռնի։ Հա, բայց ես տեսել եմ այդպես բան։ Այն որ տենց բարձր էլ անում են, մեջտեղը սենց փոս է, չէ՞, մնում ճիշտ սենց արանք է մնում։ Հա, սովորաբար այդ փոսի մեջ մի հատ երեխու ոդ միշտ կգնի կջարտի, կտանին այդ խեղճ երեխու ոտը գիպս կտնեն, նորից գուկա կգնի կջարտի, նորից կտանին գիպս կտնեն։
Խեղճ երեխա էլի։ Ու զգացել եք փոսը ոչ ոք չի փակում։ Գեր ջան, չի պիտի փագե դի իրա տարածքը չէ, դի գեմյուս հարևանին է, իրան է այդ մեկես քառակուսին է, վсё։ Դե սովորաբար սենց է լինում, էլի այն հարևանը նրա վրա է գցում, ասում է թող ինքը փակի, ես մեկը սրա վրա է գցում, ոչ ոք չի փակում, վերջում սկսում են զանգել կամ քաղաքապետարան կամ թաղապետարան, դիպե եկեք փոսը փակի։ Քաղաքապետարանը Կուկայի դարանքը ասֆալտ գլեցեն, բարակ շերդով էլի։ Մինչև որ, մերսի։ Մինչև որ հարևանի կնիկը որոշի որ պետք է այդ բազիսը մի հատ ջրով լավ լվա, այդ վաղտը սա փողվի կերտը էլի։ Բանա չէ, վերևից որ sense ջուրը լցնում է, մինչև առաջյալ չռալով իջնում, ասա հարգերից։ Որ այդ պայն կմտնի սպազես, քսես կուարտա, կերնի մեր րոպե մեծ ջուրը թողնիս, ելնիմ տուն քսե, հա, բալա ջան, հարց չկա, բայց մենք վեդրոմ ջուր նորից չպեկե վեր։ Լավից ինչքան խորացանք։ Ինչ անենք, կարդանք։ Ահա, շատ խորացանք, ինչի մասին է ընդհանրապես հեքիաթը։ Տղեկ, ձեր մոտ էլ է եղել, որ շոր մեկին ուզում ես նվեր անես, չես իմանում ինչ նվիրես։ Ա շատ։ Ես ասում ես օծաներիք նվիրեմ, կարող է հոտը դուրը չի գալի այդ մարդու, հետի մի քիչ ինդիվիդուալ բան է, էլի։ Ասում ես լավ, շոր նվիրեմ օրինակ, կարող է չաղացած ալինում, չի սազում իրան։ Հետո այդ խեղճ մարդը գնում դիետա բանա պահում, տալի առողջության հերը անիծում, վերջում քո վրա է խոսակցություն գալի։ Տես դեպքում ես քարտ եմ նվիրում։ Այսինքն ոնց ինչ որ մի հատ հագուստի խանութի նվեր քարտ ես նվիրում։ Չէ, ինչի մենակ հագուստի խանութի։ Բա Դե ասենք ժամանցային վայրերի, ավտոդպրոցի, լողավազանի, հանգստյան գոտիների։ Հիմա քո ասելով կարամանգերոջս մի հատ հյուրանոցի նվեր քարտամ գնա իր համար հանգստանա այդ օգնածը։ Հա, ոչ միայն հյուրանոց, կնաս օտապարիգով թռնելու քարտել տաս։ Դու ես ասում։ Կուզես մի հատ ծնունդիդ կազմակերպեմ էլիս թռնից։ Չէ, Էմիլը որ թռավ հետ չի գա, գործ չունես։ Իսկ այս բոլոր նվեր քարտերը սիրելի հետևորդներ կարող եք պատվիրել For You AM-ում։ Так, ծախորդ բանս։ Ահա։ Ազատ, նստել։ Դու կոնֆետ ես, չէ՞ սիրում։ Ես մեկնա։ Հասկացա։ Տանեմ հայտարարագրեմ։ Բայց եք ծիծաղում, լուրջ բան եմ ասում, այսօր ինչ տան, պետք է տանես հայտարարագրեց։ Օրինակ մի քանի օր առաջ ընկերոջս թաթալոշ տվին, մարդը տարավ հայտարարագրեց հիմա։ Կարելի է կարդալ, պարոն Վարդան։ Բան չեմ ես եկա որ դու պետք է կարդաս։ Հա, տղեկ ջան, իմիջիայլոց ինձ շատ հետաքրքիր է թե դուք ոնց եք։ Բայց քանի որ տեքստում չկա տենց բան, չեմ էլ հարցնում դրանից։ Նա թողնել։ Մայ դերի մեծ թողնելի դիշխեի կարոցել։ Հանեց, ագնաստերը հանեց։ Ոնց էր միմե մամոմումը։ Էս փանոսի ունեցած չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզնիկը սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս փանոսը միտք է անում։ Ծառը կտրելուց ետը մինել նեղություն պետքա քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջ, ավելի լավ է հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ, թե չէ ընկնի մեջը։ Ասած նարած, հա։ Ահա։ Բայց ես մեր փանոս ինչ որ մեկ չի մալարգոտ կերևա, հա։ Երևի ամուսնանալուց էլ ասել է, ադե ամուսնանում եմ, այնա մի անգամից նենց կնիկ առնեմ, որ մի 3-4 սատ երեխա ունենա, այդքան հավես չունի, էլի։ Հավես չունի, էլի։ Բա։ Հաղորդման գործընկերն է Ակամե Սուշի։ Ակամեից հիշեցի ես խոսքը, լավ է մի անգամ ուտել, քան 1000 անգամ լսել։ Ակամայից։ Հա, Ակամեից։
Բայց պատկերացնում եք ոնց ասենք ինքը թութ թափ տվել էլի, ասենք մեկին ուղարկելա ծառի վրա, ասելա դու թութը թափտու, դու թութը դեղից թափտու, ես բերանս բացեմ, այսպես թող գա անգնի մեջ էլ, էլ հավես ունեմ, այդքան հելնեմ հավաքեմ։ Կամ էլ բանա, չէ։ Ադե մեկա մի օրենա մեռնիլ տեմ, ավելի լավ է այսօր մեռնեմ, թող թաղեմ, պրսնեմ։ Կամ ասենք զուգարան գնալուց տենց ալարելա գնա, ասելա ադե մի անգամից թող սաղ իրար հետ կա նոր գնամ անեմ էլի, այդ կարճի համար ոչ եմ գնալու տեղ ասնեմ։ Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնացնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում, թերեղքա շրախք։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռռալով գալիս է զարկում տակով նանում, սելը ջարդում, եզներն էլ հետան։ Խանոսը մնում է ապշած կանգնած։ Ինչ պետք է անի, կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփանգնում դեպի տուն։ Ես Փանոսի ներվից կուզեմ։ Հա, չէ։ Կսի ինչ պետք է անի, կազինը վերցնի կերտատուն, էլի, անի հեշման չի եղել։ Հա դե եզներեին սատկեցին էլի, հիմա ինչ ա եղել որ։ Համի մեր այդպես բան է մերնի, ասենք ավտո թեթևեմ կքերձենք, դարդ կենենք, կգնենք դեպրեսիայի մեջ, այս մարդու սաղ ունեցած, չունեցածը ջարդե ցեբխել է, ինքը հեշ կացինով ծոծրակը քորե։ Բայց սրանից հետո ես էլ եմ տենց այլ։ Բայց կացին ունես։ Չէ, չունեմ, կառնեմ մի հատ, ինչ ա եղել, կառնեմ, որ sense դեպքերում ծոծրակս քորեմ։ Բայց մի հատ չէ, դու մեծ 10 դար էլի, որովհետև քու դեպքերում այդ քիչ եմ դեպքերը շատ են, էլի, կամ ես քեզի մի հատ եմ լավ պերֆերատոր, ու դասպես դիր ծոծրակը լավ տրռեցել է։ Ման։ Դեռ բայց լավ կլիներ, չէ՞ որ ասենք Փանոսի ժամանակ ապա լիներ։ Հիմա ապա որ ունենար Փանոսը, փոխհատուցեր էլի բանը, ծախսերը, չէ՞ ապան։ Եթե ժամանակ ապալներ, Փանոսի ապան վաղուց պրծած կլներ։ Ճամփին մի լճափով անց կենալիս է լինում, տեսնում է մեջը վայրի բադեր են ողում։ Ասում է. Գլուխը քարը չեղավ, արի գոնե մի բաց սպանեմ, տանեմ, տամբ կնկանս։ Դուրստերն է, մեկ ատիլ եմ դեպրեսիա չկա այս մարդը մոտ։ Դու եմ եք գործը ծախողել է հերիք չէ, մի հատ թազա գործ է բռնե։ Հա, ինչ վատա որ։ Այս մարդը կարելի ասել բիզնեսմենի մտածելակերպ ունի, ոչ հուսահատվում է, ոչ նեղվում է, այն վերջի ունեցածն էլ ներդնում է ուրիշ գործի մեջ։ Ինձ թվում է Փանոսը մտածել է գնամ տուն, կնիկը սկսելու է ջղայնանալ, պատերը կանեմ ցույց կտամ, ձենը կկտրի, կամ էլ գոնե այդ իրավիճակը կմեղմանա էլի։ Բայց այս Փանոսը լրիվ ոնց որ ազարտնի խաղացող լինի։ Սելն ու եզները կորցրել է, բանա, ուզում է բադերով հետ բերի էլի։ Բայց այդ բադերով չէ, բադերով հետ չեն բերում, բան չէ։ Խանակ չէ, խանակով չէ։ Այն էս ասում եմ, որ բադերից ասում եմ ինչ։ Բայց վայրի բադիմիսը համով է կերել եք, ժողովուրդ։ Այ բոդ։ Բադինը համով է, շատ։ Գերնես այդ ինչքան եմ կերել, խիմենակ բոդ, վայրի խոս, վայրի եզ, վայրենի։ Այդ քո ասած վայրենիներից ես մենակ օծ եմ կերել, բայց դե բան ասեն, սովորական ինչ է, ձեկան համով։ Ինչի տնական օցել է լինում։ Հա, բա որ տան մեջ պահում են տնական, չի։ Տնական է ախպեր ջան։ Հա, բայց եթե այս պատմության օրինակ այսօրվա օրով նայենք, դա նույնն է ոնց որ ասենք մարդը իր ավտոն գցի գետի մեջ, հետո դες մի հատ ճամփից հավ վերցնի, տանի տուն կնգանաս հիմա դե ոչինչ, ավտո էր, զատո այսօր հավ կուտենք։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մին սպանի։ Բադերը ճղճղալով քրվում են, հաղթում, որը եղևն է մտնում, որը թրջում, գնում։ Կացինն էլ ընկնում է լճի խորը տեղը, տակնանում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս, ինչ անի, ինչ չանի։ Կացին էլ չունի որ ծոծրակը քորե։ Ես չգիտեի որ Փանոսը միտքել է անում։ Եվ որ ասում եմ խաղացող ա եղել, նա ֆակտ կացինն էլ կրվեց։ Իսկ թվում է այս կացինն էլ իրանը չի եղել։ Ենթադրում եմ որ այս կացինը իր հերն է իրան տվել, իր հորն էլ իր հերն է տվել, մի խոսքով սենց էսի պապական եկած կացին է, էլի։ Ա չէ դե քեֆ դու вообще կծանդրծնես Փանոսի տրագեդիան։ Դե հա պարզի որ Փանոսը ոչ սելը, ոչ եզդերը, ոչ էլ այդ կացինը իր փողով չի առել։ Ժանագություն ստացած կլինի, թե չէ ծաղի հադերը կիմանար։
Շորերը հանում է, դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Չի խրատվում է։ Գնում, քանի առաջ է գնում, ջուրն այնքան խորանում է, տեսնում է կարողա խեղդվի, ետ է դառնում դուրս գալի։ Լավաս տեղը չի ալրի դուրս է եկել ջրից։ Ոնց է ասում, խեղդվում եմ, մի նայեկուս մեռնիլ դեմ։ Դու մի ասիլ, Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, այդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում։ Տեսնում ես այդտեղ թափված շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսն էլ չի նկատում, այս շորերը հավաքում է, առնում գնում։ Փանոսը լճից դուրս է գալի, տենում շոր չկա։ Մնում է տկլոր, կանգնած, միտք է անում։ Ինչ անեմ, Տեր Աստված, ես տկլոր ուր գնամ։ Ստեղ բան արդեն ձերովա ծոծրակը քորում էլի։ Դե կացին չուն ինչ անեմ։ Բայց ստեղ պիտի քորի էլի։ Պանպայման պիտի քորի, ձև չկա։ Բայց հանջարեղը թում այն է, չէ՞։ Այն գլխից հասկացել որ խաղամոլի վերջը էս է, տագլոր մարտն է։ Սպասում է մինչև մութն ընկնի։ Ով գիտի այդ ընթացքում ինչքան բիզնես իդեալներն եկե մտքով անցել։ Հա, բայց էլ բան չի մնացել էլի, որ ներդրում անի, վերջ։ Արա ասում է շոր չունեմ հագիս։ Արի կլիս ես տկլոր գնամ մի կլուբումը պար գամ, փող աշխատեմ, այդ փողն էլ տանեմ տամ կնգաս։ Երևի մտածում է Փանոսը։ Մթան հետ վեր է կենում, գնում գյուղը, որ գյուղին մոտենում է, ասում է. Այսպես տկլոր որ գնամ մեր տունը տանեցիք ինչ կասեն։ Արի գնամ աղբորիցս շոր առնեմ հագնեմ, այնպես գնամ կնգաս մոտ։ Այդ Փանոս ջան, տնեցիք էջ, դու ասա հարևանները ինչ կմտածեն, հարևաններն են կարևոր։ Ամուսո մարդ, կնգանից ամաչում է։ Հապեց կնա լրի ուրիշ բան է, խոսքի երտար կնգան սեր ախպեր սելը բարձած ծառներով կուկայ, ավազակները հարցակվան, տո սելն է ձերիցս արան, եզնել, ծառնել, պես եղավ։ Չէ, դա Փանոսը տենց չէր ասի։ Փանոսը կասեր թե որ եզներն ու սելը գողացան, ես էլ ասի մտնեմ ջուրը, մի քիչ հովանամ։ Անդարդ է։ Ճամփեն ծռում է դեպի աղբոր տունը։ Դու մի ասի, այդ գիշեր աղբոր մոտ մեծակ կա։ Քեֆել են տակ ժամանակն է։ Դուրը ծերպյանում, տեսնի ով կա ով չկա, հյուրեից մինը կարծում է թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուրը, ոսկորը դիպչում է աչքը հանում։ Ոյ քորա։ Սմեր չէ, կյանքը սենց դաղի մարդու։ Փանոսը ցավից վայ ասելով ետ է դառնում, շներն էլ ձենի վրա վեր են կենում, տեսնում են, մտնում է հրես մի տկլոր օքմին։ Օքմին գիտես ինչա։ Ուրվական։ Մեկը մի մարդ էլի։ Հա։ Ու 4 կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են մի տկլոր մարդ փախած գնում է։ Շներներ ետևից։ Առանց երկար բարակ մտածելու վճռում են, որ կա, չկա, սատանա է։ Բավական տեղ ղջերղու տալով, հայհոյելով։ Բայց մի րոպե էլի ղջերղու ինչ է։ Ադե ղջերղում չի դես ինչ է։ Չէ։ Դե լավ էլ նեմ։ Ղջերղումն է մարդ չի մանա ինչ։ Google արա։ Իմանա։ Ղջերղու աղմու կաղաղակ, հայհույը, որ ձենը գցում են գլուխը էլի։ Հա։ Ղջերղու տալով, հայհոյելով, հարահերոցով ընկնում են հետևից, հալածում, տանում, գցում են անտառները։ Շներն էլ ետևիցը մի ջուրը պոկում են։ Ջուրը գիտես ինչա։ Հաստադրեյովա։ Դե աբոտ է դի ասեմ։ Չէ դե, քու իմացածը չէ։ Ոտքի մասը Էմիլ, ազդրից միջև ծունկ ընկած հատվածա։ Բայց դու որտես գիտես։ Մինչև նկարումը բացի պարարները կարտացել է։ Չենք վերջացրել, նստի։ Այման դե այնքան նստեցի ճուրս թմրեց։ Ջուրը։ Ու այսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով, խեղճ Փանոսը գնում է կորչում։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե ապա չեք ասիլ, Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել։ Գեղահավան հավաքվում են գնում։ Գնում են անտառը մանգալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդած, ինքը չկա։ Տես Փանոս, դեմ Փանոս, հարց ու փորձով հագուստներ են գտնում մեկի մոտ։
Այ մարդ, այս հագուստը որտեղից է ընկել քեզ մոտ։ Դե ախպեր, այս հագուստը այսպես մի լճի վերածած հավաքեցի բերի։ Գնում են լճի 4 կողմը պտտում, կանչում, Փանոս, Փանոս։ Փանոսը չկա։ Այսինքն տեսել են չկա, մտածել են Փանոսը տենց շունչը պահած ջրի տակ նստած սպասում, հա։ Ծոզարակ քորե։ Դե, ու այդ ձենի վրա մեկը ռեսկի ջրից հելնում է, արա ինչ է, ով էր ձեն տալիս։ Վճռում են, որ Փանոսը խեղդվել է։ Գալիս են, ժամ ու պատարակ են անում, քելեխը տալիս, կնիկն էլ մի քիչ սուք է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետո փսակվում գնում։ Ափսոսում է։ Ափսոսալը մի քիչ եսի մեր չեմ իմանում, օրինակ ասենք, օրինակ ես որ փոքր ժամանակ խամյակ էի պահում, այս խամյակը որ սատկեց, երևի մի շաբաթ սքի մեջ էի։ Դե հենա կինն էլ էլի սուք պահում, մի քիչ։ Դե հետո էլ բա ինչ անի, ամուսնության առաջարկություն են արել, համաձայնել։ Բայց ինձ հետարքի Փանոսը ինչ էր աղպես տեգլոր աշկը հանած, ոդը խածած, Ջուրը խածած։ Հա, ջուրը խածած, ուր գնաց, այդ մարդը ետ չի գա տեսնի ինչ է կատարվի հետո։ Դե երևի եկել է, բանա, տենց դռան արանքից բացել նայել է, տեսել է կնիկը ամուսնացել է, բանը ծոծրակը քորել է, գնացել է իր համար։ Բա ինչ անի։ Բայց կնիկն էլ ինձ թվա զզված է Փանոսից էլի։ Խոմսիկ առաջի դեպքը չի եղել։ Միշտ այդ մարդու գործերը ցախի գնացել, չէ՞ որ անունը տել են ցախորդ Փանոս։ Նայեք, կնիկը մի քիչ սուկ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո ուրիշի հետ է փսակվում։ Այս մեր նախադասության մեջ Թումանյանը իրանց հարաբերությունների ողջ պատկերը տվեց։ Դեռ ինձ թվում է Փանոսը ոչ էլ հետ է եկել։ Տենց փախել գնացել է։ Ասենք բոլորից զզված, հիասթափված, պատկերացնում եք, չէ՞, ասենք կնոջ անընդհատ մունատներ, էլի, ինչքան ասած կլինի, չէ՞, տես ուրիշի ամուսինները ինչեր են անում, վերկաց մի բան արա, էլիքա նստես, ասենք զզվծրած կլինի, էլի։ Սրա հաջողությունից կասի, նրա հաջողությունից կասի, դա ամեն օր էս մարդու կյանքը կերել է, էլի։ Հա, ճիշտ կսես։ Հաստատ զզվե գնացե հանգիստ իր համար մետեղամ ապրել է։ Բայց օրինակ իմ համար Փանոսը շատ աշխատասեր մարդ է։ Մարդը ասենք ինչ մտքին դնում է, անում է։ Օրինակ բանը, չէ՞, մտքին դրեց, որ սելերը ծառի տակ քաշի, որ ընկնի այդ գերանները միանգամից մեջը, մարդը արեց։ Որոշեց բանով կացնով բաթ խփի, խփեց։ Հա, վատները դա էլ որ միանգամից անում, առանց մտածելու, առանց քցել բռնելու, առանց պլանավորելու։ Դե հիմա, բայց տեղեր կան, հիմա տենց երկար բարակ չպետք է էլի մտածես, հիմա մինչև մտածես բադերին խփես, չխփես, ինչ անես, այդ բադերը կթռնեն կգնան։ Չէ՞ դե որ պլանավորներ մտածեր, եզները չէր սատկի։ Ալարել էլի մեկ չմ տանջվի ծառները բերե տնեսելի վրա, նորմալ է խեղճ եզները սատկավ։ Իրա խելքի չէր։ Իրա խելքի չէր որ կացինը կորցրեց, իրա խելքի չէր որ աշկետավին հանին։ Թե սա տեսար աղբորը տունը քեֆ ուրախություն ինչի էս անպայման բացը քիտդ խոթել։ Դե բայց մի կողմից էլ թող չխփեին հիմա այդ մարդու աշկը անեն։ Դորդի գեմի ջախով վարգանական չի եղել, բացել է ժամը նայել է, չէ՞ որ այն մարդն էլ ընդեղից մտածել է, այդե շուն է, ոսկորը վերցրել է, շպրտել է։ Բացես տեսա մարդիկ նստած են, թողն իրեր տարելի։ Ինչի՞ կան երկար նայեց։ Տեսա որ իր խելքից է։ Դու լավ են ել։ Լավ են արել։ Այնացել է, բայց մեջը դրել, լավ են արել։ Բայց մեկ ինչքան ծախորդ Փանոսներ ունեն չէ։ Ախ այդ մարդի։ Քաշնազարներ։ Բա անբան հուրիներ։ Հա, անբան հուրիներ, սուտլիկ ворսկաններ, համբոներ։ Չէ, հմբոներ չի, էլի, համբոներ, Գիգորի համբոյի մասին եմ ասում։ Հա, դրական հերոսներն են քիչ։ Այնպես հերոսներ որ մարդիկ տեսնին ուզենան նմանվին։ Ինչ եղքեն է Հոլիվուդը։ Ինչ եղք ստեղծե իր սուպեր հերոսներին, աշխարհը փրկող բան, չէ՞, իսկ մերը Նազարն է, Փանոսն է, մեկ էլ լավ տղ են։ Թումանյանը խնդասկ է, բայց Թումանյանը այս մարդկանց տեսել է իր շուրջը, դրա համար
գրել որ մարդիկ նայեն ու չնմանվին, բայց արի ու տես որ հակառակն է։ Դուք ինչ կասեք, պարոն։ Դե լավ է։ Պարոն։ Չէ, սա։ Ասի մտածեմ նոր ասեմ։ Ինչ թվում է։ Փանոսի խնդիրը այն է, որ ինքը հույսը դնում է պատահականությունների վրա։ Չի ուզում էլի ջանք թափի աշխատի, ասում է, սելը բերեմ ծառայնի մեջը, կացինը շպրտեմ կարող բաթ խփի։ Ոչ նշան բռնել գիտի, ոչ գործանել գիտի։ Ու գիտեք, սենց բան կա էլի։ Երբ մարդիկ իրենց հույսը դնում են պատահականությունների վրա, վերջում այդ պատահականությունները շուռ են գալիս իրանց դեմ։ Թումանյանն էլ է միջերս ընդգծել այդ միտքը։ Փանոսը իր հույսը դնում է պատահականությունների վրա, պատահական ոսկորը շպրտում են աչքը հանում։ Խելեր ծրեց, շատ հետաքրքիր մեկնաբանեցիք, աբիս։ Բայց լուրջ եմ ասում, իսկականից շատ տխուր հեքիաթ էր էլի, լուրջ։ Այդ կնիկն էլ նենց շուտ տենց հարմարվում։ Եզրել է նայ։ Ով լավ է։ Ավելի լավ է երկնքից թող 3 հատ խնձոր իջնի, արագ ուտենք գնանք ստեից։ Եվ երկնքից ընկավ 3 խնձոր, ու այդ 3-ն էլ նրան ով որ շատ կսիրե։ Այսինքն ինձ։ Դու քեզի մերդիպ ճանի, քեզի։ Ու ոչ միայն։ Դու համար մենք քեզի համար լավ նվեր ունենք։ Տարտատ ջան։ Օպա։ Ոյ, քեզի, էս ինչ է, խնձորից է։ Խնձորից է, ասում է։ Խնձորից է։ Դա ինչ սիրուն է։ Էս Սարլի ընկերության կողմից, մեր գործընկերոջ կողմից էս շատ սիրուն նվերը քեզի պես սիրուն էլ են, հա։ Բայց դու գիտես ինչ է։ տակինը բաժակ է։ Այս ամեն ինչը բնական հումքից պատրաստված օճառ է։ Լավ է։ Բավոց։ Համ խմում ես, համ լվացվում։ Էս կարամ օգտագործել։ Հա, իհարկե։ Ափսոս է, որ Ափսոս է կպայես, ցավ։ Կպայես համ մեզի կհիշես, համ Սարլի ինքը։ լավ ապրեք։ Օպա, այսպես դնենք Բաժակ կողմոտ։ մեզ։ Սիրելի ընկերներ, ասեմ, որ գիրքը շատ լավ բան է։ Մենք էլ տանը լիքը գրքեր ունենք, բայց ցավոք սրտի չեմ հասցնում կարդամ, ու շատ լավ է, որ այս հաղորդումը եղավ, արդեն sense հավաքվում, կարդում ենք եւ շատ ընտիր։ Մեր հաղորդման գործընկերն է Սարլիսոպ ընկերությունը։ Հիմա մտնենք Սարլիսոպի էջը ու տեսնենք տեսականին։ Յուրահատուկ ու գեղեցիկ ձեռագործ օճառներ պատրաստված բնական հումքից։ Կարող եք պատվիրել ձեր նախասիրությանը համապատասխան բոքսեր, կոմպոզիցիաներ եւ փնջեր։ Սիրելի հետևորդներ, գրեք մեզ ձեր տպավորությունների մասին եւ ինչ եք ուզում, որ ձեր համար կարդանք։ Գրեք թե ինչ եք անում, երբ ձեր կյանքում ունենում եք ձախորդ օրեր։ Հետո այդ ձախորդ օրերը ձմռանում Տարարամ։ Սիրելի հետևորդներ, մենք կարդում ենք ձեր մեկնաբանությունները եւ հերթով կփորձենք կարդալ այն հեքիաթները ու այն պատմությունները, որոնք որ դուք եք մեզ առաջարկում։ Բայց մի կարևոր բան եմ ուզում ասել։ Առաջարկերները բացելու եմ ասում, որ մենք ունենք լավ նախագծերի իդեաներ, որի համար իրականացնելու համար այդ իդեաները նաեւ պետք է ձեր աջակցությունը, սիրելի հետևորդներ։ Լավ, ոնց որ արդեն շատ երկարացիք, ոտքի, մի տողանով հասածգազ թոնել, մի տողանով հասածգազ թոնել, հասածգազ թոնել։ Լավ, վերջ։ Այդ ես ինչ ով։ Ես ինչ եմ բազը իդ միջակը։ Ապա մենք կտես։ What's a email? Աբիս, դերրի ճանի։ Ալլա։